Ռուսաստանին փորձում էին ներքաշել մեծ պատերազմի մեջ տարածաշրջանում, իսկ դա չլինելու հիմնական գրավականը դա նոյեմբերինի պայմանավորվածության եւ մյուս բոլոր եռակողմ պայմանավորվածությունների կատարումն էր։ Հայաստանում արևմուտքը լավ քարոզչական աշխատանք տարավ, չգիտեմ ով է դա հորինել, եւ ասին, որ Ռուսաստանը Լեռնային Ղարաբաղի անվտանգության երաշխավորն է։ Այսինքն այդտեղ ստացվում է ինչ որ մենք կարող ենք ոչինչ չանել, բայց Ռուսաստանը պետք է գա եւ պահի Արցախը։ Այնինչ Ռուսաստանը կարող էր Արցախը պահել, եթե լիներ լավ միջնորդ։ Որովհետեւ լիներ լավ միջնորդ, մենք պետք է օգնեինք, որ ինքը լիներ լավ միջնորդ։ Իսկ միջնորդությունը դա նոյեմբերինի հայտարարությունն էր։ Հակառակ պարագայում ուրեմն ինքը պետք է զինված ուժերով միջամտեր, դա մեծ պատերազմ է։ Ինքը դա էր հասկացնում Ռուսաստանը քանի տարի, ասում էր եկեք նոյեմբերի 9-ով հարցը լուծենք, որտեվ դա էր երաշխիքը, որ ստատուսի հարցը չի փակվի, բայց դրան գումարած մեծ պատերազմը չի լինի։ Հա դա ինչ եմ ասում 100%-անոց երաշխիք էր, բայց բավականին լուրջ գրավական էր։ Դե արևմուտքը ամեն ինչ արեց, որ նոյեմբերինի հայտարարությունը վարկաբեկվի, ինչպես արդեն ասացի։ Իսկ վարկաբեկվելով արդեն Ռուսաստանը կամ պետք է բիրտ ուժ կիրառեր, որը արդեն մեծ պատերազմի էր բերելու, կամ փորձեր փրկել հայությանը, որը Արցախում կա, ֆիզիկապես փրկել։ Հիմա դա արեց երկրորդը։ Բայց եթե նոյեմբերի 9-ը լայն աջակցություն ստանար Հայաստանում եւ իշխանություններին էր ստիպեին, որ իրենք մնային նոյեմբերի 9-ի հայտարարության շրջանակներում, ապա ամենայն հավանականությամբ Արցախը դեռ կմնար։